Սա կարող է եւ որակական հարց լինել, եւ քաղաքական հարց լինել։ Երկուսն է չի բացառվում։ Նշեմ, որ 2022 թվականին Հայաստանի արտահանումը դեպի եվրո, դեպի ԵԱՏՄ աճել է ավելի քան 3 անգամ։ Ու հիմնականում դա աճել է ոչ թե որակի հաշվին, այլ քանակի հաշվին։ Այսինքն կոնյակն էլ մենք տեսել ենք, որ միանգամից 3 անգամ կոնյակի արտահանումը ավելացել է։ Հասկանալի է, որ մենք չունենք այդպիսի ծավալներ կոնյակի արտահանման եւ հասկանալի է, որ հայը դեպի Ռուսաստան սկսվել են արտահանել ոչ այնքան բարձր կոնյակի սպիրտային հիմքով կոնյակ, որը նույնիսկ կասկածելի ծագում կարող է ունենալ։ Այս տեսանկյունից կարող է եւ արդարացված լինեն այդ ասպես ասած կանգնեցումները, սակայն ավելի հավանական է, որ սա ունի քաղաքական բնույթ, ճիշտ Հայաստանը հանդիսանում է ԵԱՏՄ անդամ պետություն եւ ըստ էության ԵԱՏՄ համաձայնագրի 4-րդ հոդվածի մեր պետությունների միջև պետք է մենք տեսնենք ապրանքների, ծառայությունների, ինչպես նաեւ աշխատուժի, կապիտալի ազատ տեղաշարժ, բայց հասկանալի է ոչ մաքսատուրքային խոչընդոտներ կարող են ստեղծվել, որ խոչընդոտեն մեր ապրանքների արտահանումը, օրինակի համար այդ մաքսատուրքերում որոշակի խոչընդոտներ մաքսաներում որոշակի խոչընդոտներ դնելը, սա կարող է քաղաքական լինել։